Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն։ Վերջո ամեն ինչը պրակտիկ օրինակներից է ելնում։ Ես ուզում եմ դուք ասեք, դուք ինչ պրակտիկ փորձից ելնելով նման որոշման եք հանգել, ինչ է տեղի ունեցել, որ դուք չեք վստահում այս արկա համակարգին եւ անցնում եք կամ փորձ եք անում անցնել։ Ես ուզում եմ ասել, այսպիսի մի վարժություն անենք, դուք մոտավոր այսպիսի դրվագ դիտարկել եք, որ ով է այդ գնահատողը, ում պատվերով է գնահատելու եւ ենթադրենք կա 4, 5, 10 հետարքրված կողմ։ Ով է այդ գնահատումը իրականացնում։ Տեղի համայնքի ղեկավարը դիմում է հատկապես որ գնահատող ընկերություններին, այդ գնահատող ընկերությունները արժանի են վստահության մյուս կողմերի համար, այս ամեն ինչը դուք հաշվի առել եք, թե հաշվի չեք առել։ Շնորհակալություն հարցի համար, համայնքը ինքն է կազմակերպում, գնահատման դեպքում դիմում է համապատասխանաբար լիցենզիա ունեցող կազմակերպության, եթե այդ կազմակերպությունը ստացել է լիցենզիա, նշանակում է ունի մինիմալ պայմանները, որոնք բավարարում են այդ գնահատումը իրականացնելու համար եւ դրա շրջանակներում իրականացվում է գնահատում։ Եթե այդ գնահատման իրականացման փուլում կամ դրանից հետո առերևույթ որևէ հարցեր կարող են առաջանալ, իհարկե դա կարելի է ուսումնասիրել եւ դա քննել եւ համապատասխան պատասխանատվության ենթարկել, բայց ինչը վերաբերում է ինչի ենք այդպես անում, օրինակ կոնկրետ տեսեք, երբ որ մենք նայում ենք շուկայական հարաբերություններում օտարվող հողատարածքների համայնքային թե մասնավորի կողմից եւ համայնքային եւ պետական սեփականություն հանդիսացողների դեպքում ունենք հետեւյալ որոշ դեպքերում պատկերը, երբ որ հողատարածքը օտարվում է մասնավորին X գումարով կադաստրային արժեքի չափով, որից հետո այդ նույն հողատարածքը արդեն շուկայական արժեքը, որը մի քանի անգամ կարող է գերազանցել կադաստրայինը, օտարվում է մասնավորի, մենք կարծում ենք, որ կարելի է դա էլեկտրոնային եղանակով ինչու՞ չէ իրականացնել միանգամից առաջին աղբյուրից։ Շնորհակալություն։ Խնդրեմ արձագանք։ Այդ ամեն ինչը հասկանում եմ եւ բոլորն են հասկանում, պարզապես այսպիսի գուցե միամիտ հարց։ Բայց ինչու է կադաստրային արժեքը շուկայական արժեքից այդքան մեծ տարբերություն տալի։ Իսկ գուցե մենք փոխենք միանգամից կադաստրային արժեքները հողի, սահմանենք հստակ բոլորի համար հասանելի ու ընդունելի գին եւ ոչ թե որ ասենք օրինակ համայնքի ղեկավարը տեղյակ է, որովհետև ինքը հասկանում է, քանի հոգի կարամարցույթի մասնակցի եւ չափագրող ընկերության ղեկավարը, որ իր հարևանի որդին է, գնահատում է շատ նորմալ ընդունելի, նույնիսկ ցածր գնով։ Եթե նա շագրգռված չի, որ այդ հողը աճուրդով գնի ինչ-որ մասնակիցներից մեկը, այդ գինը արհեստականորեն բարձրացվում է, հետո X ժամանակ անց, երբ որ այդ մրցույթի մասնակիցները դուրս են գալի, նորից ցածր գին է առաջանում։ Դուք այդ հաշվի առնում եք, որ մենք գործ ունենք Հայաստանի հետ խորհրդային հասարակության հետ, որը սովետական լավ դաստիարակություն է ստացել։ Պարոն Ազարյան, այդ հարցը նաև լուծելու համար առաջարկում եմ, որպեսզի այդ աճուրդները իրականացվեն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով։ Այսինքն այն մասնակիցները, որոնք կմասնակցեն հողերի օտարման աճուրդներին, իրենք էլեկտրոնային եղանակով կարողանան դա իրականացնել իրենց գնահառաջարկներով եւ կարծում եմ ձեր կողմից բարձրաձայնված այդ խնդիրը կկարողանանք հասցնել մինիմալին եւ անշուշտ ցանկացած նոր համակարգ գործարկելու դեպքում որոշակի խնդիրներ կարող են առաջանալ, պետք է հասկանալ այդ խնդիրների էությունը եւ դրա շրջանակներում նոր լուծումներ առաջարկել։ Իսկ ինչը վերաբերում է ինչի միանգամից այսպես կամ այնպես, դա ես որքանով գիտեմ մեթոդաբանության հարց է, թե ինչպիսի մեթոդաբանությամբ են դա հաշվարկում կադաստրային արժեքը եւ այդ մեթոդաբանության շրջանակներում ձևավորվում է որևէ X արժեք, որը դրվում է որպես կադաստրային արժեք, բայց շուկայական արժեքի վրա կարող են բազմաթիվ այլ ազդեցություններ ունենալ գնի վրա, որը օրինակ այդ կոնկրետ այդ հողատարածքի տեղադրիքը երկու իրար կողք գտնվող հողատարածքներ կարող են շուկայական տեսանկյունից մի քանի անգամ տարբերվող արժեքներ ունենալ։